Ֆրանսիացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ, Հայաստանի բարեկամ Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» ժամանակակից հեքիաթ է մեծերի մասին։ Առաջին հայացքից այն թվում է զվարճալի մի պատմություն, սակայն նույնքան եւ ողբերգական տարրեր է պարունակում։ Տեսեք, ներկայացնում է մի տղամարդու, որը կարճահասակ է իր կնոջից ու ամեն երեխայի ծնվելուց հետո նրա հասակը նվազում է եւս 39 սանտիմետրով։ Ու վերջում նա դառնում է ինչ-որ մի մատնաչափի կամ տեսանելի մեկը, որի դերը, նշանակությունը անկում է ապրում, նվազում է թե ընտանիքում, թե առհասարակ ցանկացած հասարակական ոլորտներում։ Այստեղ փորձում է հեղինակը ներկայացնել այն երևույթը, որ հնարավոր է ժամանակակից աշխարհում հետսետե փորձեր են արվում նվազեցնել տղամարդու դերը թե ընտանիքում, թե հասարակական տարբեր հարաբերություններում։ Բրուկները այս ընտանիքի պատմության միջոցով գեղարվեստական բացառիկ վարպետությամբ փորձում է բացահայտել մարդկանց հարաբերությունների բազմաշերտ հակասությունները։ Երևակայական ժանրի այս ստեղծագործությունը, այս առակը ոչ միայն գոյաբանական խնդիրների է անդրադարձ կատարում, այլև փորձում է ներկայացնել թե ինչպիսին է տղամարդու դերը օրինակ ժամանակակից աշխարհում։ Շատ ենք խոսում օրինակ ֆեմինիզմի մասին, այդ եզրույթի մասին, անկեղծ խորքային որևիցե նյութ հիմա չեմ ներկայացնի, երևի թե ավելի ճիշտ կլինի այդ առումով մենք հետևենք իրոք տեղեկացված մարդկանց, ֆեմինիստներին կամ ովքեր խորքային ինֆորմացիա են տիրապետում։ Ես իհարկե սկսել եմ ավելի խորքային ուսումնասիրություն, ինչևէ, երբ մենք ասում ենք ֆեմինիզմ եզրույթ, ես խոսում եմ մեր հասարակության պրիզմայով, միանգամից ինչ որ առաջին հայացքից բացասական վերաբերմունք ունենք։ Ինչու՞, որովհետև մտածում ենք, որ այն տղամարդատյաց երևույթ է իրենից ենթադրում։ Տեսեք, ընդհանրապես ֆեմինիզմը կոչված չէ նվազեցնելու տղամարդու դերը հասարակության մեջ, հակառակը այն կոչված է ստեղծելու հավասար պայմաններ, հավասարություն։ Հիմա փորձենք հասկանալ, ամփոփենք, թե որն է վերջի վերջո այս ստեղծագործության առանցքային իմաստը։ Դե շեշտեցինք, որ այդ երևակայական առակի միջոցով, այդ ընտանիքի պատմության միջոցով փորձում է ներկայացնել, թե ինչպես է հետսետե նվազում տղամարդու դերը ժամանակակից հասարակության մեջ կամ կա տենդենց, որ այն իրոք կարող է նվազել։ Սա իհարկե դիտարկվում է որպես բացառապես բացասական երևույթ եւ դա այդպես է։ Իհարկե, եթե տղամարդու դերը նվազի ընտանիքում հասարակության մեջ, բնականաբար դա առողջ չէ եւ դա ողջունելի չէ։ Առողջ է, արդյունավետ է, երբ ցանկացած հարաբերություններում կա հավասարություն, փոխադարձ հարգանք, միմյանց լսելու կարողություն։ Իսկ մնացած արհեստական, ինչ-որ փիլիսոփայական, սոցիալական, ցանկացած շարժում դա լինի, ֆեմինիստական դա լինի, ինչ-որ այլ անվան տակ, որևէ մեկի դերի բարձրացումն ու մեկի դերի նվազումը արհեստականորեն, դա արդեն առողջ չէ։